Ինչպես համադրել տատիկի խոհանոցը գինու հետ։ Իսկ ինչ է տատիկի խոհանոցը։ Դա իհարկե մեր մանկության սիրված համերն են։ Իսկ ամենասիրվածը իհարկե դա բորշն է։ Չեմ ճանաչում մարդ, ով բորշ չի սիրում։ Այսօր մենք կսովորենք, թե ինչպես բորշը համադրել գինու հետ կամ ինչ գինի համադրել բորշի հետ։ Եկեք հասկանանք, ինչ է բորշը։ Չէ՞ որ բորշը դա բառից բուն իմաստով համային ծիածան է, մսային բուլյոնը, որը խառնված է բանջարեղենի հետ եւ բազուկի։ Այդ ամեն ինչը բալանսավորվում է իհարկե սմետանով, ասենց խառնում ենք իրար, որ այս ամեն ինչը նայեք, ասենց լրիվ գույնը փոխում է բորշը։ Եվ իհարկե իդեալական համադրություն է համարվում բորշի հետ մարմնեղ կարմիր գինին։ Իդեալական խաղողներն են բորշի համար մերլոն, հաղթանակը, կարմրահյութը եւ միլաղ կամ միլար խաղողը։ Այդ եթե կոնկրետ գինի եք ուզում, գրեք կոմենտներում բորշի գինի բառակապակցությունը, ես ձեզ ցուցակ կուղարկեմ։ Դե իսկ իհարկե Երևանի ամենալավ բորշը մատուցվում է հենց բորշում։